Ընտրակաշարքի հետևանքները և սահմանային ձերբակալությունների նախազգուշացումը։ Այս տեսանյութում Ռուբեն Ռուբինյանը խիստ նախազգուշացում է հղում Սփյուռքում բնակվող այն հայրենակիցներին, ովքեր պատրաստվում են ընտրակաշարք ստանալ քվեարկության նպատակով Հայաստան ժամանելիս։ Հեղինակը հստակեցնում է, որ իրավապահ մարմինները վերահսկում են գործընթացը թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս, թիրախավորելով հատկապես որոշակի եկեղեցական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինությունները։ Նշվում է, որ օրինախախտները կձերբակալվեն անմիջապես օդանավակայանում, քանի որ կաշառք վերցնելը համարվում է ծանր հանցանք։ Միևնույն ժամանակ նա ողջունում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գալիս են Հայաստան սեփական կամքով իրենց քաղաքացիական պարտքը ազնվորեն կատարելու համար։ Արտերկրում բնակվող սիրելի հայեր, եթե ձեզ այնտեղ ընտրակաշառք են առաջարկել եւ դուք էլ ընդունել եք, պետք է իմանաք, որ երբ որ դուք գաք Զվարթնոց օդանավակայան, դուք անմիջապես ձերբակալվելու եք, որովհետեւ ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է եւ մեր համապատասխան հատուկ ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետևում իրավիճակին, այլ նաեւ Հայաստանից դուրս։ Նաեւ սիրելի հայրենակիցներ, որոնք Եզրաս arczepiskopos կոչված KGB-ի գործակալի կամ նրա ցանցի միջոցով են ընտրակաշառք վերցրել։ Դուք էլ պիտի իմանաք, որ KGB-ի գործակալ Եզրասը հատուկ ուշադրության ներքո է մեր ծառայությունները եւ նույնպես դուք եթե նրա ցանցից գումար վերցնեք, ինչ որ կաշառք վերցնեք, իմացեք, հենց գաք Զվարթնոց օդանավակայան դուք ձերբակալվելու եք։ Սիրելի մյուս հայրենակիցներ, որոնք ընտրակաշառք չեն վերցրել, ուղղակի ուզում են գալ Հայաստան եւ քվեարկել։ Սա շատ ողջունելի է եւ ուրախ ենք, որ դուք ուզում եք գալ եւ ձեր քաղաքացիական պարտքը կատարել։ Լավ եղեք։ Այսպիսով, ուղերձի նպատակն է կանխել ընտրական գործընթացների արտաքին միջամտությունն ու կոռուպցիոն ռիսկերը։ Արտերկրում ընտրակաշառք վերցնողները Զվարթնոցում եւ մյուս անցակետենում անմիջապես ձերբակալվելու են։ Ռուբեն Ռուբինյան